Ողջույն բարեկամներ, այսօր արդեն մայիսի 5-ն է, երեքշաբթի Երևանում։ Ես 3 ամսի 4-ին արդեն մի կարճ ռեպորտաժ արել էի այս կարևոր թեմայի մասով եւ կոչս ուղղված էր լրագրողներին, քաղաքական գործիչներին, կուսակցություններին, շարժումներին, քաղաքացիական ակտիվիստներին, որոնք այս ընթացքում փորձում են Եվրոպայից ժամանացույցերին ինչ որ մեսիջ փոխանցել։ Ես առաջարկում եմ գրեք, տպեք այս հանցագործությունները եւ ներկայացրեք իրավական հիմնավորումներով այն, որ դուք ասում եք։ Սա ստեղծված է ոչ թե իմ համար կամ ինչ որ կոնկրետ ներխմբի համար, սա բոլորիս համար է, որովհետեւ այստեղ ներառված են բոլոր այն հանցագործությունները, առնվազն վերջի 3 շաբաթվա կամ 1 ամսվա, որոնք կան, որոնք իրականություն են։ Եթե ուզում եք ապացուցեք, որ Նիկոլ Փաշինյանը հանձնել է Արցախը, կա։ Եթե ուզում եք ապացուցեք, որ Նիկոլ Փաշինյանը հանցագործած սահմանադրության մեջ կա, այսինքն ամեն ինչ կա, ձեզ ինչ որ ստեղ պետք է։ Կան նաև թարգմանվածներ ֆրանսերեն, նույնիսկ անգլերեն, չէ, ներողություն, անգլերեն, նույնիսկ ֆրանսերեն, բայց բոլորը հայերեն դուք կարող եք գտնել armjustice.com կայքում։ Խնդրեմ, այսօր էլ ես մի բան եմ ավելացնելու, լսեք, ես ասեցի, հիշեցի, Հարություն Բաղդասարյան արդեն ուղարկել է, բայց ես չեմ ավելացնել, բայց միջև դուք նայեք, գտնեք, վստահ եղեք, այդ նյութը եւս ավելացած կլինի։ Խնդրեմ, ծովի պես ապացույցները կա, որ իդեմս Փաշինյան Նիկոլի Հայաստանը ղեկավարում է հանցագործը, օրենսդրության, սահմանադրության դեմ։ Խնդրեմ, օգտվեք այս վարիկներից։ Մենք ինքներս չենք հասցնում մեր ռեսուրսները սակավ են, մենք հազիվ հասցնում ենք սրանք кейսերը սարքել։ Դուք ազատեք սա օգտագործելու համար։ Իմիջիալոց ես ուզում հիշեցնել, մենք այլ բաներ ունեինք։ Ես այս երկու լինքերն էլ կդնեմ տակը։ Մենք այլ կայքեր ունենք ստեղծված, որը կոչվում է armenianappeals.com, որտեղ մենք ունեինք հավաքած բոլոր հանցագործները Հայաստանի Հանրապետության դեմ հանցագործություն կատարած տարբեր ժամանակ, տարբեր ձևերով մեղադրանքներ, հետո պետք է ներկայացվես մարդկանց, ով ինչ է արել, ով ինչ է քարոզել, ով երբ ինչ է հայտարարել, դուք սա դուք եք մտնում ավելացնում, իմիջիալոց ասեմ։ Հայաստանի Հանրապետության դեմ հանցագործություն գործած ցանկացած մեկը, ոստիկան, քաղաքական գործիչ, լրագրող, վերլուծաբան հայտնվել է այս ցուցակում, մենք ունենք 100-ից ավել մարդ այստեղ։ Ես ձեզ ուղղակի սա հիշեցման կարգով եմ ասում։ Սա էլ կա, նա էլ կա։ Նա զուտ կառավարության հանցանքների մասին է, սա այն մասնակիցների, որոնց միջոցով, որոնց ձեռքով Փաշինյան Նիկոլը կարողանում է այս հանցագործությունները իրականացնել։ Հա, այնպես որ խնդրեմ, օգտվեք, կարող եք դուք էլ մտնել եւ ավելացնել։ Այսինքն այս կայքում դուք ինքներդ կարող եք մտնել, ավելացնել անուն ազգանուն եւ այնտեղ կետեր կա նշել ինչու՞մն են իրենք, ասենք, մեղադրվում, հա։ Մի խոսքով գնանք առաջ եւ ես ուզում եմ հիշեցնել նաեւ Patreon-ի մասին։ Ներողություն, թեմաներ կա, հարթումներ կա, որոնք ես դեռ մասսայական չեմ տարածում, բայց կիսում եմ Patreon-ում, եթե դուք ուզում եք լինել Patreon-ի մաս, նախ աջակցել ալիքին եւ յուրօրինակ տեղեկացված լինել ավելի մանրամասն դեպքերի մասին, դուք կարող եք գրանցվել եւ մշտական կապի մեջ լինել։ Մի խոսքով, իսկ հիմա անցնենք հիմնական նորություններին։ Եվ այսպես լսենք։ Իսկ այժմ թույլ տվեք խոսքը տալ նախագահ Իլհամ Ալիևին, ով մեզ միացել է տեսաձայնային կապով ելույթի համար։ Համեցեք, պարոն նախագահ։ Պարոն նախագահ։ Բարի ողջույններս Բաքվից։ Նախ եւ առաջ կցանկանայի երախտիկս հայտնել նախագահ Կոշտային հրավերի համար հանդես գալու եկը 8-րդ գագաթնաժողովին։ Նախագահ Կոշտայի այցելության ընթացքում Ադրբեջան, ավելի քիչ քան 8 ամիս առաջ, 2 ամիս առաջ ներողություն, մենք քննարկեցինք մասնակցությունը գագաթնաժողովին եւ համաձայնեցինք, որ ես կմիանամ տեսաձայնային կապով։ Ես կցանկանայի նաեւ իրազեկել լսարանին, որ հանդիպմանս ժամանակ նախագահ Կոշտայի եւ նախագահ ֆոն դեր Լայենի հետ Տիրանայում ինձ խնդրեցին կազմակերպել այս գործընթացը այնպես, որ մայիսի 22-ը
Մայիսի 22-ին խնդրեցին այնպես անել, որ ես մասնակցեմ Երևանում այս գագաթնաժողովին եւ ես 28 թվականի մայիսին իհարկե հրավիրեցի գագաթնաժողովի կազմակերպումը եւ անցկացումը Բաքվում։ Սա ինչ է ուզում ասել, հայտարարեք թարգմանությունա թողնել են ինձ, երևի ուղղակի չի հասնում ինքերը։ 28 թվականին այս գագաթնաժողովը լինելու է Բաքվում։ Քանի որ այսօր տեսա, որ հիացած գրում են Հայաստանը դարձել աշխարհի կենտրոն, վարչապետս տեսեք, աշխարհը բերել է Եվրոպան բերել է Հայաստան։ Եվրոպան 28 թվականին գնալու է Ադրբեջան։ Տեսեք, մի ձեռքբերում էր։ Եթե մարդկա չգիտի այս կարգի միջոցառումները ոնց են կազմակերպվում, ես կարող եմ ուղղակի ասել ձեզ, որ այս միջոցառումները կազմակերպվել են 22 թվականից, ամեն տարի իրեն գնացել են որոշակի երկիր։ Ես հիմա ձեզ ցույց տամ։ Ասենք, առաջի գագաթնաժողովը նման եղել է 22 թվականին, հոկտեմբերին Պրագայում, երկրորդ եղել է 23 թվականի հունիսի 1-ին Մոլդովայում, հետո երրորդը եղել է 23-ի հոկտեմբերին, երկու անգամ եղել մի տարվա մեջ, Գրանադայում, Իսպանիայում 24-ին, հուլիսի 18-ին եղել է Բլենհայմ, Միացյալ Թագավորությունում, եւ այսպես շարունակ։ Այս տարի Հայաստանում 28 թվականին է լինելու է Ադրբեջանում։ Դեք հիմա դուք ձեր համար որոշեք, թե ինչքան մեծ ձեռքբերում է սա Հայաստանի համար։ Գնանք առաջ։ Եվ Հայաստանը դրան նույնպես աջակցեց։ Սա հստակ ցույց կարևորը որ Հայաստանը դրան նույնպես աջակցեց, ինքը չմերժեց, որ դա լինի Ադրբեջանում։ Որ իրողությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև իրողություն է։ Մենք ավելի քան 9 ամիս ապրում ենք արդեն եւ սովորում ենք ապրել խաղաղության մեջ։ Անցած տարվա օգոստոսին Սպիտակ տանը Վաշինգտոնում Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրեցին ընդհանուր հռչակագիր։ Նախագահ Տրամպը դա նույնպես ստորագրեց որպես վկա։ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները նախաստորագրեցին այս համաձայնագրի տեքստը եւ մեզ համար եւ վստահ եմ մեր հայ գործընկերների համար խաղաղությունն արդեն իրականություն է։ Այդ փաստից հետո Ադրբեջանը միակողմանիորեն հանեց բոլոր տարանցման սահմանափակումները, որոնք դրված էին դեռ 90-ականների սկզբին, այդ պայից ի վեր մի քանի հազար տոննա բեռ հասել է Հայաստան Ադրբեջանի տարածքով, Ադրբեջանը ել ավելի առաջ գնալով սկսել է մատակարարել մեր նավթամթերքը, մասնավորապես բենզինը եւ դիզելը, առաջին անգամ դեպի Հայաստան։ Այսինքն, այս հանգամանքը Նիկոլը ստեղծել է, ինքն է ստեղծել Ալիևի համար, որ Ալիևը սա ներկայացնի որպես իր մարդասեր, դեմոկրատ, այսինքն այս քարյակը աշխատել է Ալիևի համար։ Հայաստանին ընդհանրապես պետք չէր դա անել, որ մաքրեր, հանցագործության այդ մեղադրանքները Ալիևին։ Այս սրանք ծառայել են Ալիևին, որ Ալիևն այսօր ասի ես միակողմանի բացել եմ սահմանը եւ տվել եմ նավթ Հայաստանին։ Մենք առանց այդ նավթի էինք ապրում ու վատել չէինք ապրում։ Այսինքն սրանք գրզոյա լֆիկա այսենց խառը աշխատում են Ալիևի համար։ Տվել են այս կոզորները Ալիևին, որ Ալիևն այսօր հայտարարի, որ ինքը սահմանա բացել, ինքը խաղաղացնելն է։ Գնանք առաջ։ Համապատասխանաբար ստեղծելով հենք մեր առևտրային հարաբերությունների համար։ Մի քանի հազար տոննա նավթամթերք արդեն արտահանվել է դեպի Հայաստան։ Եվս մեկ ձեռքբերում Իշնորհիվ Գրզոյի լփիկի Նիկոլ Փաշինյանի, այս ինչ որ ասում է, այս իրա խոսալու իրավունքը ապահովել են դրանք։ Այս օրակարգի ներքո դա փոխկապակցությունն է Տրամպի ճանապարհը բարգավաճման եւ խաղաղության անցնելու է Հայաստանով դեպի Նախիջևան եւ դառնալու է Միջին Միջանցքի մի մաս։ Եվ Հայաստանը եւ Ադրբեջանը արդեն տեսնում են խաղաղության պրակտիկ օգուտները։ Այս հնարավորությունից օգտվելով ես կցանկանայի երախտիկս հայ Բա արդեն Միջանցքը աշխատում է եւ պրակտիկ օգուտներ են տեսնում եւ Հայաստանը եւ Ադրբեջանը։ Այս ամեն ինչում համարվում Ադրբեջանի
հայտնել Եվրահանձնաժողովին վերջինիս դիրքորոշման համար Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի նկատմամբ։ Ցավոք սրտի ոչ բոլոր եվրոպական կառույցներն են ցուցադրել նույն մոտեցումը։ Նրանցից մեկը Եվրոպական խորհրդարանն է եւ մյուսը Եվրախորհրդի խորհրդարանական վեաժողովը։ Ադրբեջանը Եվրախորհրդի անդամ է 2001 թվականի հունվարից, իդեպ որպես ադրբեջանական պատվիրակության ղեկավար այդ ժամանակ որպես խորհրդարանական ես հանդիսանում էի ՊԱՍԵ-ի ակտիվ անդամներից մեկը։ Մեր պատվիրակությունը երբեք որևէ սահմանափակումների տակ չի եղել Եվրախորհրդի կողմից մինչև 24 թվականի հունվար։ Սեպտեմբերին 23 թվականի Ադրբեջանն ավարտեց սեպարատիզմը Ղարաբաղում։ Մենք իրականացրեցինք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 ռեզոլյուցիաներ։ Լսեցիք, իրականացել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 ռեզոլյուցիաներ։ Բայց ՄԱԿ-ի դատարանը պարտադրել է կայացել է որոշում, որ ասենք պետք է սահմանը բացեին։ Թքած ունենան ՄԱԿ-ի դատարանի որոշումը համարը, բայց մեջ են բերում, որ ինչ մեջտեղ են բերում, ինչ որ ՄԱԿ-ի ռեզոլյուցիա է եղել, որ սա ոչ մի կապ չունի։ Ոչ մեկ իր մանդատ չի տվել ժողովրդի վրա կրակի եւ էթնիկ զտում անի։ Հայաստանից ոչ մի խոսք։ Որոնք թղթի վրա են մնացել 30 տարի։ 4 ամիս դրանից հետո ՊԱՍԵ-ն պատժամիջոցներ կիրառեց մեր պատվիրակության նկատմամբ։ Ցավոք տեսեք, առանց Հայաստանի միջամտության, էթնիկ զտումից 4 ամիս հետո Եվրախորհուրդը պատժամիջոց է կիրառել դրանց վրա։ Առանց Հայաստանի միջամտության։ Սրտի երկակի ստանդարտներն այսօր դարձել են աշխատավոճ ՊԱՍԵ-ի համար։ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը նույն արժեքն ունի, ինչպես ցանկացած այլ երկրի տարածքային ամբողջականությունը, եւ այս հարցում երկակի ստանդարտներն անընդունելի են։ Հիմա Եվրոպական խորհրդարանի մասին։ Այս հավաքը խաղաղության գործընթացին նպաստելու փոխարեն սաբոտաժի մասին է խոսում։ Փաստորեն Նիկոլի հյուրերին բոլորի մեղադրում է, որ իրենք խաղաղությանն աջակցելու փոխարեն սաբոտաժ են անում եւ իրեն հիշեցնում են, որ ինքը ցեղասպան է, որի համար շնորհակալություն իհարկե կհայտնի հեսա Նիկոլ Փաշինյանը։ Ասենք 21 թվականի մայիսից 6 ամիս երկրորդ Ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո մինչև 26 թվականի ապրիլի 30-ը Եվրոպական խորհրդարանն ընդունել է 14 ռեզոլյուցիա, որոնք շատ վիրավորական կերպով ստում են Ադրբեջանի մասին։ Մինչև 26 թիվ ապրիլ Եվրոխորհրդարանը 14 ռեզոլյուցիա է ընդունել սրանց նկատմամբ։ Եվ ասում է դուք 14 անգամ ստել եք մեր վերաբերյալ։ Տեսեք, Հայաստանն էլ պահանջատեր չի, Հայաստանը ոչ մի բան չի խոսում, Եվրոպարլամենտ իր գործանում է։ Հա? Ու հիմա Երևանում են իրանք։ Հիմա բոլորի ներկայությամբ Նիկոլ Փաշինյանը չէ տանտերը։ Էսա ուղի եթերով մեղադրում է բոլորին, որտեղ Եվրոխորհրդարանի մասնակիցներն են, այս երկրները, որ դուք 14 անգամ ստել եք, սուտ եք խոսում։ Էսա Նիկոլ Փաշինյանը իր հյուրերին ստախոս ասելու համար շնորհակալություն կհայտնի Ալիևին։ 14 ռեզոլյուցիա պատկերացրեք 5 տարվա ընթացքում սերման 15 տարվա ընթացքում նման մի բան է։ Վերջինը ընդամենը 4 օր առաջ կանխամտածված կերպով անմիջապես գագաթնաժողովից առաջ, այսինքն անդամ պետությունների հիմնարար խնդիրներին անդրադառնալու փոխարեն, ինչպես այլատյացությունը, իսլամոֆոբիան, հակասեմիտիզմը, միգրացիա, Կեսմեք իսլամոֆոբիա, հակասեմիտիզմ, փոխանակ դա մասին խոսած, էթնիկ զտումների մասին է խոսացել։ Մրցունակության բացակայությունը, անտուն մարդկանց խնդիրները, Եվրոպական խորհրդարանը թիրախավորում է Ադրբեջանը, տարածելով զրպարտանք եւ սուտ։ Նիկոլի հյուրերին զրպարտության մեջ է մեղադրում, սուտ խոսալու մեջ է մեղադրում, կրկնակի ստանդարտ կիրառելու մեջ է մեղադրում։ Պատճառն այն է, որ Ադրբեջանը պաշտպանել է իր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, վերջ դրել սեպարատիզմին եւ պատերազմական հանցագործներին բերել արդարության։ Աստորեն սեպարատիստները արցախցիները եւ պատերազմական հանցագործ։ Իստեղ Ալիևի մի բան պետք է ասեմ ու
Եվրոպարլամենտում աշխատող բոլորին էլ պետք է նույն բանն ասեմ, երբ որ դու շնորհակալություն ես հայտնում Նիկոլ Փաշինյանին, բայց Արցախի ղեկավարներին, մեղադրում ես պատերազմական հանցագործությունների մեջ, Ալիև, ազնիվ տղա չես։ Որովհետև Նիկոլ Փաշինյանն էր 20 թվականին ելույթ ունենում, ասում էր գնացեք, ինչ ունեք տունը չունեք, կասկա բրոնեժիլետ վերցեք ու գնացեք Արցախ մեր հողը պաշտպանելու։ Ռազմական հանցագործը Փաշինյան Նիկոլն է։ Այդ Փաշինյան Նիկոլի տղեն էր ծառայում Արցախում։ Փաշինյան Նիկոլի կնիկն էր Արցախում, ասում էր եկել եք մեր հողը փրկենք, բունկերից դուրս չէր գալիս։ TikTok-ներ էր անում ընդերից։ Եթե պատերազմական հանցագործ են արցախցիները, Արցախի ղեկավարությունը, սեպարատիստներ, հրահրողը, կոչեր անողը հենց հիմա նստած է այնտեղ, որ քեզ իրիթու հնարավորություն տվել։ Այդ ոնց կլինեն պատերազմական հանցագործ են, հրահրողը, կոչ անողը հանցագործ չի։ Քեզ ծառայում դրա համար, բայց սա կարող են օրինակ Եվրոպարլամենտի ընկերներն օգտագործել։ Եթե հանցագործ են պաշտպանողները, բա կոչ անողը ոնց հանցագործ չի։ Parliament of Azerbaijan on May 1st Մայիսի 1-ին Ադրբեջանի խորհրդարանը պաշտոնապես որոշել է կասեցնել համագործակցությունը Եվրոպական խորհրդարանի բոլոր ոլորտներում, կասեցնել մասնակցությունը ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական փոխգործակցության կոմիտեի գործունեությունում եւ նախաձեռնել ընդհանրակարգ Եվրոնեստի խորհրդարանական վեհաժողովին անդամակցության մասնակցության դադարեցման։ Մենք խորհրդարանական գագաթնաժողովի ընթացքում մեր դիտանկյունները եւ մտահոգող հարցերը բացահայտ կերպով արտահայտել ենք, ես պարզապես որոշել էի գործընկերներիս իրազեկել այս ուղղությամբ տեղի ունեցողի մասին, որպեսզի ապատեղեկատվություն եւ մանիպուլյացիաներ չլինեն։ Ավարտելով, թույլ տվեք շնորհակալություն հայտնել եւ շնորհավորել վարչապետ Փաշինյանին Հայաստանում Ոստե շնորհակալություն հայտնել։ Ռազմական հանցագործություն իրականացնելու կոչ անողին շնորհակալություն են հայտնում։ Հա? Ալիև։ ԵԿ գաղտնաժողովի անցկացման կապակցությամբ եւ նշել, որ Ինձ այդ իդեա կա մոտս։ Պարոն Բաղդասարյան, Հալոցուն Բաղդասարյան, եթե հիմա լսում ես, խնդրում եմ գտիր այն բանաձևը, հա, որպեսզի մի հատ էլ բանը Ալիևին հարցում ուղարկեն կամ հասկանանք, եթե այս մարդիկ մեղադրանք ունեն պաշտպանվելու համար, հա, իրենց երկիրը պաշտպանելու համար, ասենք, հա, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, իրենց երկիրը պաշտպանելու համար մեղադրանք է ներկայացվել։ Ինչի Փաշինյան Նիկոլին կոչ անելու համար իր կնոջը, որտեղից պատերազմ էր ղեկավարում, ջոկատեր կազմ է գնացել, ինչու իրենց մեղադրանք չի ներկայացվել։ Եթե այդ հոդվածով մեղադրանքը աշխատում, հա, դա պետք է ներկայացված լինել նաև Հայաստանի վարչապետին։ Ինչի Հայաստանի վարչապետի շնորհակալություն հայտնում, նրանց մեղադրանք ներկայացնում։ Խնդրում եմ մի բան մտածենք ստեղ, էլի։ Ես հələ չեմ պատկերացնում, բայց զգում ենք, չէ՞, որտե կապ կա։ Այլ մի բան մտածենք, էլի այդտեղ։ Կնկա։ Չնայած բոլոր այն մարդկանցի ջանքերի, ովքեր փորձում են խաթարել այս գործընթացը, Ադրբեջանը միտված է խաղաղության օրակարգին եւ իմ հայ գործընկերոջ ելույթը շատ հստակ դա ընդգծեց։ Մաղթում եմ հաջողություն գաղտնաժողովին, շնորհակալություն։ Thank you, Mr. President. Շնորհակալություն, պարոն նախագահ։ Dear friend. Սա իհարկե չկա, ինքն էլ հույս հայտնեց, որ 28 թվականին ինքն էլ կգնա Ադրբեջան։ Այսինքն իրեն այսքան ստորացնելուց հետո, հյուրերին մեղադրանք ներկայացնելուց հետո, վիրավորելուց հետո շնորհակալություն հայտնեց, հետո ինքը կգնա հույս հայտնեց, որ կգնա 28 թվականին Ադրբեջան։ Բայց մատ հիշացնեմ դու Ալիևի համալով ես էլի։ Մենք հաղթել ենք Քոչայանին ու Սարգսյանին։ Ես ասում եմ, Փաշինյանը ոչ մեկն է, մարդ, որ գիտելիք ու փորձ չունի, չի հասկանում միջազգային հարաբերություններից, չգիտի ինչպես ղեկավարել երկիրը։ Մարդ, որ իր կյանքում մի կոլխոզ չի ղեկավարել։ Հասկացա ով ես դու Փաշինյան Նիկոլ Ալիևի համար։ Նա մեզ սադրեց, արեց անընդունելի բաներ ու պատրժվեց դրա համար։ Սա եւս մեկ անգամ ապացուցեց, որ դու սադրել ես
պատերազմ, որպեսզի հարձակվի, դու էլ ասես մենք պատրաստ չենք։ Ես Ալիևի մի բան եմ ուզում ասեմ, չնայած նրան, որ Սերժիկն ու Ռոբիկն ամեն ինչ արեցին, որ դու Նիկոլի ձեռով հաղթես Հայաստանին, բայց դու մեկա, դու հաղթել ես Նիկոլին, որտեղ քեզ օգնել են հենց Սերժիկն ու Ռոբիկը։ Դու հաղթել ես Նիկոլին, դու Սերժիկին չես հաղթել, Ռոբիկին չես հաղթել, դու հային չես հաղթել ի վերջո։ Դու հաղթել ես Նիկոլին։ Կեսում ես ընդամենը։ Նիկոլին, որ քո ասելով նա ոչ մեկն է։ Նիկոլինով չի կարող հաղթի, որ։ Նիկոլին իրաց տան են հաղթում։ Նիկոլին իրաց պատիզուն չեն ճանաչի ինքով։ Նիկոլին հաղթել է ինչ մի մեծ հերոսություն ա, որ Ալիև։ Սա ականջի տողարա։ Ինչի՞։ Հետո կասեմ։ Նա կարճ։ Ու այս ընթացքում Եվրոխորհուրդը ամբողջ իր կազմով այդ երկրները մի 50 երկրի Հայաստանում է ինքը սիմվոլիկ ոչնչացնում է ցեղասպանության հուշարձանը Ստեփանակերտում դրած։ Միևնույն ժամանակ իրան ԵԽՆախագահան հիշեցնում է, երբեք չենք փոխի մեր դիրքորոշումը։ Հեյդար Ալիև։ Այնպես որ դու ոնց բնութագրվել ես որպես ցեղասպան, նենց էլ մնալու ես։ Ու ասեմ քեզ, քո կողքը գալու է նստի նաև Նիկոլ Փաշինյանը։ Եղավ։ Այնպես որ իմացեք, Նիկոլ ընտրողներ, դուք ում եք ընտրում։ Դուք ընտրում եք մեկին, որ կյանքում մի կոլխոզ չի ղեկավարել, որի ընտրության կոչ են անում քեզ թուրքերը, որը աշխարհում մարդ չի մնացել, որ չխաբի։ Նայենք։ Մակրոն ասում է Հայաստանը ասում է 91-ից մինչև 18 թիվը Հայաստանը ալբանիակային պետություն էր, հա։ Ռուսաստանի ալբանիակն էր, ինչ լավ է, որ հիմա Ռուսաստանի ալբանիակը չի վերջապես Հայաստանը ազատագրվել է Ռուսաստանից 18 թվականից հետո։ Իսկ դա ֆրանսերեն ասում ավելի կատարյալ, որտեղ նշում է, որ Et donc, il faut que l'Europe s'engage pour aider à tenir les frontières de manière plus indépendante, ce pays. Et donc, l'Europe doit s'engager au service de la souveraineté arménienne et de ce choix pour l'Europe. Et... Wow! Դերասում Հայաստանը որոշել է, և որոշել է ընտրել է Եվրոպային։ Այո, ինքը ընտրել է Եվրոպային։ Օլալա, Միսյո Մակրոն, օլալա։ Եվ երևի Միսյո Մակրոնը այնքան ուղղակի անտեղյակ է, Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, քան եղել է։ Նայեք Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների հանդիպման դինամիկաները եւ համեմատեք նախորդող շրջանի հետ։ Հանդիպումների, հեռախոսազրույցների, շփումների, այցերի եւ այլնի դինամիկա։ Մակրոնը չգիտի։ Ես Նիկոլ ընտրողներին համատում եմ, գիտեք ում հետ։ Մարդկանց անդադ կարելի է խաբել։ Անդադ կարելի է ապուշի տեղ դնել։ Հա։ Անընդհատ, ուներ լիմիտ չկա։ Ընդ որում իրանք համաձայնվել են այդ կարգավիճակի հետ, որովհետև ասենք ամեն բանական մարդ լիմիտ ունի, չէ՞ իրանք կարելի է խաբել։ Ընդ որում, ասենք որ Մակրոն ասում է, ինքը որոշել է, ընտրել է Եվրոպան, ուզում ասեմ, Միշել Մակրոն, Նիկոլին հավատալու համար առնվազն կատարել ապուշը պետք է։ Կատարել ապուշը պարտադիր է, բայց դեռ բավական հանգամանք չի, ինքը բավարար հանգամանք չի։ Պետք է հիշողությունից զուրկ լինել։ Լրիվ, հա, չհիշել երեք ինչ ասել, այսօր ինչ ասեց, վաղն ինչ անելու, չկա, չհասկանալ ով է այս մարդը։ Տեսեք ասում, կատարել ապուշը պարտադիր, բայց բավարար պայման չէ, էլի։ Հա։ Որովհետև այս մարդը պարզ ասում, նայեք մեր դինամիկան հանդիպումների։ Բարձրագույն մակարդակի վրա եւ Հայաստանը ոչ մի խնդրեմ չունի Ռուսաստանի հետ, ընդհանրապես չի կարող որևէ տեղ գնալ։ Դուք հիմա եկել եք մի երկիր, Միսյո Մակրոն, որը 102-երորդ բազան Ռուսաստանի նստած է։
որտեղ ձեզ սահմանի վրա ընդունել է ռուսական FSB-ն, դու հանկարծ ոչ մեկ չասի ներից մարդ չկա FSB-ից, դա սա SNG-ի, սա ներողություն, հապկի սահմանն եք դուք հատը, հապկի, դուք եկել եք Ռուսաստան, այ որ Ռուսաստանից գնում եք Հայաստան, ձեզ վիզա պետք չի, դուք տարածքում եք արդեն, պարզ է, ընդ որում այս ձևաչափով ես լիարժեք նույն ձևի աշխատանքային կապի մեջ եմ Ռուսաստանի նախագահի հետ եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի հետ մի խոսքով ու գիտեք ամենատակրիկները որն է որտեղ կարողանում ապուշացնի այս է բանա ֆենոմենալ այս հանգամանքը էլի դե ինչ ասեմ ամբողջ 52 այսօր ոստեղ է, վաղը սպասում են առնվազն վաղը, որտեղ վաղը վերջին օրն է, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարելու է, որ ես ընտրել եմ Եվրոպան, ինչպես Միշել Մակրոնն է վստահ, որ ընտրել է Եվրոպան։ Պատկերացնում եմ այս դելեգացիայի հրաժեշտի հիասթափությունը, եւ որ չլսեն վաղը, որ Հայաստանը դիմում է ներկայացնում Եվրոմիության անդամակցության որը խոստովեց չարեց 2 տարի առաջ, անցած տարին նույնիսկ օրենք ընդունեց դրա մասին, օրենք, բայց չարեց, հիմա էլ եկել են իրենց ոտքով եւ վստահ են եւ Հայաստան ընտրել է Եվրոպան, կտեսնենք, այսօր մինչեւ դուք նայում եք, դեռ հանդիպում կա եւ Նիկոլ Փաշինյանը պետք է ասի, եւ Ֆրանսիան հույս ունի անես մի հատ խոսքային բազմապրոֆիլ պայմանագիր կնքի, որտեղ Հայաստանի Եվրոմիության անդամակցությունը ներկայ է լինել Բայց կտեսնեք ինչով ավարտվելու, մշակութային, կրթական, ինչ-որ ծրագրեր, փոխանակում, բայց, ճիվաղա պրոպագանդան պետքա ցույց տա իրանց հոտին, որը հիշողությունից ու բարոյականությունից ուղիղ զուր կա, որ իրենք մի հրաշալի ռազմական համագործակցության պայմանագիր են կնքել Ֆրանսիայի հետ։ Իդեպ Միշել Մակրոն, մինչև 18 թիվ չեք եկել, հա Հայաստան։ Ճիշտ եմ հիշում, որ դուք եկել եք։ Ճիշտ եմ հիշում, որ Հայաստանը Ֆրանսիայի հետ բարձրագույն մակարդակի հանդիպումներ ա ունեցել եւ ծրագրեր։ Ֆրանկոֆոնիայի ընթացքում դուք ոնց եք ասում նման բան չի եղել, հա՞։ Հիշողությունից խնդիր ունեք, թե տենց է պետք է սոր ասել։ Թե մտածում ա, որ դուք կերծեցիք, քծնեցիք Փաշինյան Նիկոլինն էլ ասելու լավ, որ դու ինձ այսքան բարձր ես գնահատում։ Ալի ես հրաժարվեմ Պուտինից։ Նավիճոկը գցեմ գրպանս ու գամ մտնեմ Եվրոպա, հա։ Ամեն դեպքում ստուտ խոսալը երեցիկ բան չի Միշել Մակրոն։ Ցավում եմ ձեզ համար։ Այսօր Ծիծեռնակաբերդը լիքն էր այցելություններով, լիքը։ Համարյա բոլոր դելեգատները, բոլոր գնացին, հարգեցին Փաշինյան Նիկոլինադու, ասեցին, որ մենք հիշում ենք, կարևորում ենք, չենք կուրացել ձեր երկրի ղեկավարի նկատմամբ եւ մեր համար Հայաստանը մնում է որպես հին քաղաքակրթության օրան կարևորագույն երկիր է տարածաշրջանի մեր համար կարևոր հենարան նույնիսկ եթե դուք ձեր ղեկավարներով հայերով ես անառակներով հրաժարվում եք ձեր պատմական պահանջատիրությունից ձեր իրական կերպարից, ձեր ձեռքբերումներից, ձեր ամեն ինչից, ձեր սիմվոլներից, եթե դուք նույնիսկ հրաժարվում եք, մենք եվրոպացիներս ախր ձեզ դրանով ենք ճանաչում, ախր մենք ձեզ դրանով ենք գնահատում, ախր այդ մի փոլ այսօր լափը, որ ձեզ դեմը դրված է, այս ամեն ինչը ուրանալու համար, ախր էդի վաղը, սենց, ուտելուց հետո, սենց դուրս է գալու, գնա, ոնց կարելի է ուրանալ մի բան, որ բոլոր, չասեմ բոլոր, որ շատ ժողովուրդներ չունեն դա, հակառակ ընկած այս կողմից, այն կողմից մտածում են ոնց ստեղծեն ինչ-որ մի հատ միֆ իրենց ծագումնաբանության մասին, ոնց, իսկ դուք վերցրել հայերով ուրանում եք, մի փոր հասի համար, ամեն դեպքում եթե նույնիսկ դա մի փոր չի մի քիչ ավել է, դա մեկ է ուրացումը, որովհետև դուք ամենակարևոր ոչ նյութական արժեքը
վաճառեցիք նյութական արժեքի դիմաց կրիպտոյով ասում եք մարդկան գարշելի պետք է լինի որ իր հոգին ամեն ինչը հիշողությունը պատիվը արժանապատվությունը կրիպտոյով վաճառի էլեկտրոնային փող թիվ բանկի համարում որը ցանկացած ժամանակ մի հատ կոճակ կարա սխմի դա քոնը չի վերջ դե եվրոպացիները այլ ձև են նայում Հայաստանին չնայած Հայաստանը ոչ մի պահանջատիրություն չունի բայց 5 տարվա մեջ 14 հատ ռեզոլյուցիա է իրականացվել բանի նկատմամբ Ադրբեջանի նկատմամբ տեսեք ես քննադատում եմ Եվրոպայի ես քննադատեմ կամ քննադատեմ Մակրոնին ցանկացած մեկին իր սխալ պահվածքի համար ես դա իրավունք ունեմ եւ եթե կա ավետ ասում եմ բայց հակառակ կողմն կա որ Եվրոպարլամենտը աշխատում է մեխանիզմի նման որովհետեւ դա ինստիտուտ է մի բան որ չես կարող ասել օրինակ Ռուսաստանի համար այլ եթե Ռուսաստանի պարլամենտը իր ինստիտուտներն աշխատեն մենակ ասենք բանը վատալներ Պուտինը ասե այ Պուտինին չեմ սիրում բայց տեսեք ընդ ինստիտուտները կա SS որոշումները կա SS հայտարարությունները կա բայց նախագահը լավը չի կամ նախագահը ստեց չէ ցավոք այդտեղ չի այտենց չի այդտեղ մարդ իշխանություն է մարդ պետություն հիմա չեմ կարող ուրանալ որ Եվրոպարլամենտը 14 ռեզոլյուցիա իրականացրել է որոշում ընդունել է ընդ որում առանց Հայաստանի պահանջների որը հայտարարությունը դուք պատկերացնում եք եթե մենք պետություն ունենենք այսօր Ալիևը այո ինքը այս մարդկանց հետ չէր նստելու այո ինքը պետք է հերաված շփվեց բայց բանտից կամ կլիներ Բաքվում առանց որևէ երկիր թռնելու հնարավորությունը ոնց որ Պուտինը ոնց որ Նետանյահուն այսինքն որպես ռազմական հանցագործ եթե մենք պետություն ունենայինք բայց ինչ ունենք մի հատ կեղտ վասալ որը ընկած Ալիևի ձեռքի ալյունն է մաքրում հետո նվաստացումներ կուլ տալուց ասում շնորհակալություն մեզ իմ հյուրերին նվաստացնելու համար ես կգամ Բաքու մի հատ էլ ոտքերդ ընդեղ վրես սրբես տանես խայտարակության պուրակ ցույց տաս հայկական ջարդած բանը տեխնիկան ցույց տաս այն զինվորին որտեղ ընդ գեշ դեմքով նկարած է որ երեխեքը գնում են թքում են խեղդում են նվաստացնում են հայ զինվորի կերպարին այո երազանքը դա է որ գնաս ընդեղ մի հատ էլ քեզ տանեն դա ցույց տան այո ուսա ընտրող կա ու սրա հետ համաձայն մարդ կա գիտեք մի վիճակ իրանց հետ ընդունեք որ սա հայելային է մարդիկ ենթագիտակցաբար իրենց նմանին են տեսնում դու չես կարող ասես ինչի ես դա տեսնում ինչքան ուզես դու փրկե ես բան ոչ ինքը իր նմանին է տեսնում առավել եւս եթե ինքը ինֆորմացված է այս ամեն ինչ գիտի պատկերացնում եք սա ծանրացուցիչ հանգամանք է այն որ ոչ բան չգիտի սիմպաթիա ունի դա խայտարակությունը ծանրաբարակությունը բայց որ գիտի նաև աջակցում ասա ծանրացուցիչ հանգամանք է այսինքն դուք մի վիճեք բա ոնց կլինի լինում է այդպես լինում է այն ինչքան հաճախ է լինում այս ընթացքը ինչ որ մենք ունենք սա բարոյական պատերազմ է եթե Հայաստանը պարտվեց այս պատերազմում Հայաստանում հաղթում է նիկոլիզմը պարտվում է բարոյականությունը այն ժողովուրդը որը պարտված է բարոյական դաշտում ինքը որպես կանոն արդեն ոչնչացված է ուղղակի ֆիզիկական դրա ավարտին հասնելը հասնում է մի քիչ ավելի երկար բայց դա ժամանակի հանց է այսինքն հանգուցալուծումը դա է ուրիշ բան չկա դու որպես տեսակ դու պես ժողովուրդ բարոյականություն կարող արժանապատվություն տես դու վերանում ես դու հանձնվել ես ամենակարևոր պատերազմում բարոյականության հիշում եք Վարդանանց պատերազմը մեզ ներկայացնում է որպես բարոյականություն հաղթանակ բարոյական հաղթանակ ներողություն գիտեք ինչի դե մարդիկ պարտվեցին պատերազմում բայց այդ պատերազմին դուրս էին եկել կռվելու իրենց հավատքի համար
Սա է բարոյական հաղթանակի իմաստը։ Իմ համար ավելի նախընտրելի է, եթե պետք է Փաշինյան Նիկոլը մնա ջարդով, պարտադրանքով, մարտի 1-ով մնա, բայց ժողովուրդս բարոյապես չպարտվի, սա իմ համար ավելի կարևոր է, որովհետև ես կշարունակեմ սիրել իմ ժողովուրդը։ Ես կմտածեմ, ախ, ուժերս չհերիքեց հիմա ինչպես 16 թվականին չհերիքեց, բայց ժողովուրդս ռվողա, ժողովուրդս դեռ կա։ Մենք դեռ նշանակումը կռվելու հնարավորություն ունենք եւ ամենակարևորը մոտիվացված ենք կռվելու։ Հասկանում եք, իսկ եթե հանկարծ ինքնաբերաբար հանգիստ, սահուն ժողովուրդը ընտրես նիկոլիզմը, այն ինչ որ Ալիև ասում է, խնա ոչ մեկը, իսկ իդեմս իր ընտրողներն են նշանակում ոչ մեկ։ Իր երազանքն է եղել հաղթել Սերժին ու Ռոբերտին, այսինքն այդ ժամանակվա Հայաստանը, ոչ թե անձամբ իրենց։ Իսկ այդ ժամանակվա Հայաստանը դու ոնց կհաղթեիր այդ տխմար։ Դու տես մի հատ փորձ արեցիր 16 թվականին ու քթիդ կերար։ Դու նույնիսկ Արցախին չկարողացած հաղթես։ Դու հյուծված, շրջապատված Արցախի դատարկելու միայն անփամփուշտ, առանց զենք, առանց վառելիք, դավաճանություն իշխանությունով հանդերձ դու 1500 լավագույն քո զինվորների կորուստ տվեցիր։ Դա ասեն տղեկը իրոք զենք ունենային եւ նահանջի հրաման չներ, չասեն թողեք արեք, դուրս են գալի Արցախից, ուղղակի պահեին, չխանգարեին տղեկին։ Այդ 90,000-անոց բանը, 100,000-անոց Արցախը դու չէիր կարող գրավել քո 9 միլիոնանոց զորքով։ Ադրբեջանով դու չէիր կարող, դու ընդամենը մի շաբաթվա մեջ կվերջացնեիր քո բոլոր ռեսուրսները մարդկային։ Դա չկա ավելի մոտիվացված կռվող, քան նահանջի տեղ չունեցող կռվողը։ Ու դու առաջին օրը դա զգացիր, դու ում ես կրել, դու հային չես հաղթել։ Հայը քիթը ջարդել է, ամեն ինչը դա ջարդել։ Ախ, նույնպես եմ ասում, այն պահին, որ մենք թերթեցինք Փաշինյան Նիկոլին, Ալիև, քեզ կյանքում, քեզ Ադրբեջանը ոչինչ չի փրկելու, ոչինչ, քո ժողովուրդն է քեզ հոշոտելու, քո ժողովուրդ, որս աղբեջան, ինչ եք ուզում մեզանից, 50,000 արդեն տարել լցել են գերեզմանները, ավել, միջև հիմա մենք չգիտենք մեր երեխեքը որտեղ են, այս տականքի պատճառով, ինչ Արցախ, ինչ բան, հարեք հանգիստ ապրեք, մեզ էլ հանգիստ թողեք, հա, այսքան բան, սահմաններն էլ բացեք, մեկ-մեկ գնանք մեր գյուղերը, եթե պետքա, ով է առարկելու, ոչ մեկ, ես չեմ առարկելու, արի Հայաստան էլ գնա, արի գնա Արցախ էլ գնա, արի գնա քո պապենական տունը եթե կա, գնա ապրի այնտեղ, ով է քեզ ինչ ասելու, թարգեք այս ամեն ինչը վերջանա, բայց սա հնարավոր է մենակ այն ժամանակ, երբ որ մենք ասենք Փաշինյան Նիկոլի մտցնենք հարմար տեղը, սա եւ Հայաստանի համար է պետք, եւ Ադրբեջանի ժողովրդի համար է պետք իրականում։ Արամ Գևորգյանը գրում է, կարող ասում է, եթե ասենք ապան 160,000-ից է սկսվելու, Նիկոլին չընտրել, ասեմ ավելին, 100%։ Ես տեղ ուրիշ բաներ կասեմ։ Ժողովուրդ ջան, իմացեք, ուրեմն ոչ միայն ապան է սկսելու 160,000-ից, արդեն ձեր գույքը հարկը 2 անգամ թանկացել է։ 18 թվականից այս կողմ ձեր գույքը հալք արդեն թանկացել է 7-8 անգամ։ Ու ամեն տարի ինքը կրկնապատկվում է։ Այս ամեն ինչը մի բանի համար է անում, որ դուք չկարողանաք ել ձեր տներում ապրել։ Դուք չկարողանաք Երևանում, Հայաստանում ապրել, մեքենա քշել, օդ շնչել, օդ։ Սա անձև է գալիս, անձև, որս է տեղ խոսում, դեղին է։ Հա, որտեղ ոտ չկա։ Որովհետև անենց կեղտոտ այդ օդը անձևը չի հասցնում նույնիսկ մաքրի։ Օդ չկա, ջուրը լավը չի, հեսա հանկարծ որ սկսեց ամուսարը փշագործվել մեր շարք։ Նա փակում ենք Հայաստան ամեն ձևի։ Նենց որ վերադառնանք։ Բարձրացած թոշակներ մոռացեք հունիս ամսից հետո։ Անվճար բուժօգնություն դուք մոռացեք, որտեղ այդ ամեն ինչը բյուջեով նախատեսված չի, չկա դա, ձեզ նախընտրական կուտա, որ հենց հիմա օգտվի դրանից,
ու կյանքդ տուր մեզ, որ մենք թանկ գնով կարողանանք ծախենք թուրքերին։ Եվ այսպես, մոռացեք թոշակների մասին, դա բյուջեով չկա այդ փողը։ Այսօր այդ թոշակը տալիս են ռազմական ծախսերից, զակազներից կտրած 150 միլիարդից։ Ամբողջ ռազմական ոլորտը սպասում է հունիս ամսին, որ այդ փողերը գնան այնտեղ այդ պատվերները իրականացնեն, այնտեղ էլ իրանց թալանակա, չէ՞։ Ձեզ թոշակ տալուց բան չունեն, քյար չունեն։ Այդ 150 միլիարդը պետք է գնա ռազմական այդ ծախսերի վրա, որտեղից ատկատները գա 150 միլիարդ դրամ։ Այսօր թոշակների մասին մոռացեք, անվճար բուժության մասին մտածեք, ապա 160 պլյուս գույքը հարկ կրկնակի է ստալին։ Հիշեք անցած տարի ինչքան է։ Արդեն սա ընդունված օրենք է, սա կապրիզ չի, սա կանխատեսում չի, արդեն օրենքը կա։ Պլյուս մնացածը դուք արդեն ձեզ ուղարկած օգնություններից եք սկսելու հարկել տալ։ Այդ բաններ կա, օրենսդրական փաթեթներ կա արդեն։ Հա, այսինքն եթե մեկ իր ընտանիքին օգնություն է ուղարկում, դա արդեն հարկվելու է, այդ էլ կա արդեն դրած, չեմ ասում անհատական, ամեն մեկը պետք է հարկ մուծի։ Այդ ներկայացնում։ Այսօր ժողովուրդ ջան, հեքիաթը կաշմարը սկսվելու է, եթե սա ընդդրվեց հունիսի 8-ից։ Ինչ ապա։ Ուր էր թե մենակ ապան թանկանար։ Չէ։ Անենց վիճակի է հասցնելու, որ մարդիկ այդ մարդկանց գրավելու պետք չլինի, մարդիկ գնան ուղղակի, գնան, ապել ասել, ես ինչ բերեցինք մեր գլխին։ Հատենց է լինում, երբ որ մարդ հրաժարվում է ամենակարևոր բանից, ինքն իրանից։ Կորցնում է եւ իրան, եւ ինչու էր։ Հիշում եք Չերչիլն ասում էր, պարտության եւ խայտառակության մեջ խայտառակությունը ընտրողը ստանում է եւ խայտառակություն եւ պարտություն։ Հենց որ Փաշինյան Նիկոլ ընտրողն էր պատրաստ եղեք այս ամեն ինչին։ Անխուսափելի է դա։ Ձեզ ուզում եմ տեղեկացնել նաեւ, որ Արցախի պատվիրակությունը Շվեյցարիայում քննարկել է հայ գերիների վերադարձի եւ արցախահայերի իրավունքների պաշտպանության հարցերը։ Շվեյցարիան խորհրդարանական մասով մնում է հավատարիմ, որտեղ ունենք շատ լուրջ կազմակերպություն Շվեյցարիա-Հայաստան, դե աշխատող մշտական, որտեղ շատ մեծ գործ են անում։ Սյուն թվականի ապրիլի 29-ից մայիսի 1-ը Արցախի պատվիրակությունը Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանի գլխավորությամբ աշխատանքային հարցով գտնվում է Շվեյցարիայում, որտեղ ունեցել է մի շարք հանդիպումներ, քննարկումներ, առանցքում են եղել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների եւ պատանների անհապաղ ազատազրկման, ինչպես նաեւ Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների, մասնավորապես վերադարձի իրավունքի ապահովման հարցերը։ Վերջ, Նիկոլ Փաշինյան, դու հիմա գլուխը տու պատին, տապատը տու գլխիդ։ Դու չես կարող միջազգային կարգ փոխել։ Նույնիսկ Նիկոլ ընտրողները պետք է հասկանան։ Հակառակ իրանք որ ձեն տվեցին Փաշինյան Նիկոլին, Հայաստանը գցում են ընդհանուր ոչ միայն այս ամեն ինչի մեջ որ ես ասեցի, գցում են իրավական մեծ կազուսների մեջ։ Ինքը դառնում է իր ժողովրդի նկատմամբ իրական ասված հանցագործության համաերնակ։ Որովհետև իրավունքի պաշտպանությունը դա բան չի, դա ճաշակի ոլորտ չի, հասկանում եք։ Այս հարցը արցախցիների վերադարձը, դա առանց Հայաստանի է լինելու։ Այն Հայաստանի կառավարությունը, որ ուզեցավ խլացնի դա, ինքը դառնում է համահանցակից։ Այսինքն Փաշինյան Նիկոլին ընտրողները դառնում են համահանցակից այս ամեն ինչի։ Հասկանում եք, որ դուք իրան ընտրելով այս հարցը չեք կարողանալու փակել։ Ինչքան էլ եթե դուք նույնիսկ ատում եք ատում եք արցախցիներին, որ մտածում եք այ Փաշինյան Նիկոլին ընտրենք, այս հարցը փակվի։ Չի լինելու։ Սանեք Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագիրքը գործածությունից հանելը առաջնային կարևորության խնդիր է դարձել։ Հայ ասպետդպրոցի տնօրեն Կարին Տոնոյանն ու աշակերտների ծնողները փաստաբան Արա Զոհրաբյանի մասնակցությամբ դատական հայց են ներկայացրել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի դեմ։ Արա Զոհրաբյանի դիտարկմամբ դասագրքում առկա աբսուրդի հասնող հարցերի շարքը հունից հանել է ծնողներին, ինչն էլ հարցը իրավական դաշտ տեղափոխելու շարժառիթ է դարձել։ Դասագրքի 87 էջում պատկերված Տիգրան Մեծի կայսրության քարտեզում Թուրքիան եւ Ադրբեջանը տեղ ունեն։ Երեխան նայում է, տեսնում է, որ Տիգրան Մեծի ժամանակ եղել է Թուրքիա եւ Ադրբեջան։
պատկերացնում եք այս տականքները ուր են հասել։ Հայոց պատմության գրքում, չգիտեմ մեծի ժամանակ, սրանք ներկայացնում է Թուրքիա եւ Ադրբեջան։ Այսինքն մեր պատմությունը Թուրքիան ու Ադրբեջանը կեղծում են հերիք չի, Հայաստանի կառավարությունը դեմս ԿԳՍՄ-ի այդ կեղծիկը բերում է դպրոց երեխեքին է տալիս։ Այս տականքին ինչ ասես, սրան ձայն տվողները ինչ են։ Հայոց պատմության 7-րդ դասարանի Ինչ են, նորից եմ ասում։ Ինչ կապ ունի թոշակը այստեղ։ Ինչ կապ ունի բժշկությունը։ Ինչ կապ ունի խաղաղությունը չեղած։ Գերեզմանում էլ է խաղաղ։ Այսօր Սամվել Կարապետյանը իր զարմանալից մի հատ փայլուն միտք էր ասել, որ Ադրբեջան Հայաստանում էլ է խաղաղ, բայց հայ չկա։ Բա Արցախում էլ է խաղաղ, բայց հայ չկա։ Այդպես Հայաստանում էլ է լինելու խաղաղ, այն ժամանակ, երբ որ հայ չի լինի։ Հա, իրանք էդի նկատի ունեն, պետք է ասեն ախպետ մեզ եք չեն տրել։ Բա մենք էդ էինք ասում։ Ուզում ես խաղաղություն, ձենդ կդիպեր ինքի տեղդ։ Ոչ մի բանի մասին չբողոքես։ Եվ մենք չենք թշնամանալու, ասենք մեր եկեղեցին քեզ խանդում, մեր տարածքները քեզ զավթում։ Հենա քեզ առանց կրակոց տալիս ենք, այս դիրքերն ենք տալի, ճանապարհներն ենք տալի, գյուղերն ենք տալու, անկլավներն ենք տալու, ամեն ինչ տալու ենք ախպետ ջան։ Դու չես կարող ասել, չէ, մի վարքան, ոնց կոչի, մի վարք։ Չես ընտրել մեզ։ Հիշում եք այս վերջերս այս տականքի ինչ ասեց։ Ասես կառավարությունից բողոքողները, քոչի բողոք են, իրանք են ընտրել։ Դուք ձեզանից եք բողոքում։ Հիշում եք, ավելի վատը հիմա է ասել։ Այսինքն ասելա նույնը, բայց ավելի վատ բաներ է լինելու։ Դու հիմա չեք կարող ասել, մենք չգիտեինք, հիմա բաց ասում է ինչ անելու։ Բաց։ Փռացագետնին Ադրբեջան, 300,000 փախստական, անկլավներ, պետականության ոչնչացում, Արցախը հանում ենք, մոռանում ենք, ամեն ինչ մոռանում ենք։ Այս մի հատ այս քարտեզը նայեք։ Նայեք այս քարտեզը։ Ադրբեջանական ֆիլմ է նկարված։ Որտեղ հերոսը գիտեք ո՞րն է որ պետք է փրկել։ Փաշաևը։ Որ Հայաստանը սարքում է այսքան եւ գլխավոր հերոսը Փաշաևն է։ Բա որ ադրբեջանցիները գնում են փրկեն։ Այսքանը թողում են Հայաստան։ Ղրը։ Այսքանը սեն Նարնու Ադրբեջան։ Սևանով, բանով նայեք, հա, դուք Սևան էլ չեք ունենալու։ Մենք բոլորս։ Սևան չենք ունենալու։ Սևանի կողքով կարող եք մենակ քշել։ Այն ծովագյուղով, բանով, վերևով, սա Վարդենիսով, հա, գնում է այս է, ամեն ինչ։ Որացեք։ Ստեղ է սկսում Արարատը, վերջանում այստեղ, այսքանից, դե, այսքանն էլ նախապատրաստվել։ Դուք հիմա ասեք, մենք չգիտեք, մենք փողը տալիս է 10,000 թոշակ ավելացել է, գնացի, չգիտեմ, դեղ ստացա, պես միջև հունիսի 1։ Իսկ հունիսի 1-ից ոչ միայն դու դա չես ունենալ, դու ապրելու տեղ չես ունենալու։ Ով, հայ ժողովուրդ, Նիկոլ Ընտրող։ Ամբողջ Եղեգնաձոր, տեսեք չկա Եղեգնաձոր դե։ Եղեգնաձոր, Սյունիք, Ղափան, բան չկա այն Սևանից այն կողմ, Տրասից այն կողմ, ճանապարհից։ Չկա։ Դե գնացեք Նիկոլ Ընտրող։ Սա իմացանք, որ Խորեն Լևոնյանին են ասել գնա եղբայր, ազատել են աշխատանքից։ Որովհետև հրաժարվել է կարթամի դեր, տանիրով կենանի, ձայնագրի ձայնը, որտեղ ծաղրում են գուսաններին, հայկական արվեստը, պատկերացնում ես, պատկերացնում եք ժողովուրդ ջան, 4 ամիս առաջ ես ամեն ինչերը նոր է բացահայտում Խորեն Լևոնյանը, բա նոր ասել իր գնալու մասին, թե ինչի։ Ասում տեքստը նայելուց հետո հասկացա, որ դա ինձ սազական չէ, որովհետև ոնց ես ծաղրեմ այն ամեն ինչ, ինչ 15 տարի ստեղծել եմ, ինքը երկրոց ինքն է չէ վարում։ Ի նկատի ունեմ երկրոցը։ Բացի այդ իմ պայմանագրում
կետ չկա, որ ես ինչ որ բան պետք է անեմ կամ չէ։ Միշտ ասում եմ կապնում եմ, կարդա էլ այդ տեքստը, ինչ է քեզանից գնում, դա կարդա ծաղն է էլի։ Նվաստացնենք ազգային հանենք դա։ Սա կենք չուխա, ասենք չուխա հագնող ես, նվաստացնենք, որ մարդիկ փախնեն ազգայինից։ Դա սրանք առաջին եկած օրվանից են դանում։ Հայրենասիրությունը վտանգավոր է կեղծկացի գուրեա։ Ազգայինը հետամնացությունը, հասկանում եք։ Դե այլ ինչ է եղել։ Ասում տեքստում նկատեցի միտում, որ կարծես ձեռք են անում իմ հայերեն գրական խոսելը, նաև գուսանների աշուրների տարիների աշխատանքը, ոնց որ ցանկանային ծաղրել, ասացի, խնդրում եմ, խմբագրեք եւ կկարդամ, նորից պնդեցի, չէ, չի լինի, պատասխանեցի, չեմ կարդա, խմբագրեք, թող ուրիշ տեքստով լինի, չեմ ուզում ասել, որ իմ անունն էլ նշած եմ դե։ Դա վիրավորական էր ասում, ու մարդը չի արել։ Արժանապատվություն ունի, ես երկու օր առաջ Լուսինե Թովմասյանը չէ մեր նախին գերեզգուի, հրաժեշտ տվեց, ասեց, ես կազմակատարը չեմ դառնա, նոր է սկսվում ժողովուրդ ջան, նոր, ով չթրկանա, աշխատանք չի ունենալու Հայաստանում, ով չծաղրի սեփական ազգայինը, ով չուրանա, աշխատանք չի ունենալու, դե ընտրեք Նիկոլ Փաշինյան, ասեք Եվրոպան բերել է Հայաստան, բաղուց, այդ դու Եվրոպան, որ 28 թվականին գնալու է Ալիևի մոտ, Նիկոլ Փաշինյանն էլ ինքն էլ է երազում գնալ Ալիևի մոտ, դե ասեք, Սանայք, սա գիտեք երբ ձայնագրությունը, 2 տարի առաջ որ բաղանիցն էին դատարկում, սա գախնի հանդիպումը, Գիրանցի գյուղապետի եղբոր հացատանը, որտեղ ներկա են եղել ԱԾ-ն, ադրբեջանցիները, սեր են պայմանավորվել, ոնց պետք է լինի, ինչ պետք է լինի, ու դրանց մեջ եղել է նաև գիտեք ով, սրանց մեջ, սա, են որ ասում է Նիկոլի փրկությունը եւ իր թիմի, սա էլ, նա պետք է օր առաջ խնդրի իրեն ձերբակալել եւ դատավարություն սկսել իր ամբողջ թիմի հետ։ Նիկոլը իմ սպանեց իմ Աբգարին։ Ուղիղ, ես նայում եմ իր աչքերին, ասում եմ Նիկոլ, դու ես սպանել իմ Աբգարին, մնացած Աբգարներին, դու ես սպանել Դավիթին, Նարեկին, Արամին, Արմենին, բոլորին դու ես սպանել, այդ 5 կամ 7000 տղեկին դու ես սպանել քո հանցավոր գործողությունների արդյունքում։ Դու պետք է ինքուստեղ էր, պայմանավորվում էր ոնց հանձնեն բաղանիսը։ Մենք ենք ուզում իմանանք ինչա, ուզում ենք իմանանք ինչա, դուք մարզպետ, մենք ուժով հանեմ, խնդրում եմ դուրս եկեք։ Գիտեք, Հայաստանի Հանրապետության ճակատագիրն է հիմա որոշվում, Տավուշում։ Ու այստեղ են Տավուշի համար հաստատ չես մտածում։ Դուք իմ դուք ես պահին Դա ու ինքը էս տղա խնդրես, որ քեզ դատեն Աննային, շուտ դատեն, թե չէ ժողովուրդ էս շոկից դուրս է գալու վաղ թե ուշ։ Այդ 7000-ի ծնողը, երբ որ տեսնի պետությունը իրենց երեխեքի համար պատասխանատուներին չի դատապարտելու, դուրս է գալու իրավիճակը։ Պետք է այդ թաթերական ներկայացումների համար պատասխան տանեն, որ արդեն հիմա նաև դու ես մտել այդ ցուցակի մեջ։ Իջվածք։ Դու ես մտել այդ ցուցակի մեջ, արդեն իմ ինչ ասում ես Նիկոլ, դու պետք է խնդրես, որ քեզ շուտ դատեն, ձերբակալեն, քանի ժողովուրդը քեզ չի հոշոտել, Գեհամ Նազարյան։ Ես ինչ արագ դու էլ դարձալ Նիկոլ։ Արագ։ Ու հիմա այս նույն լրագրողներին ասում եմ պորնիկներ, 2 օր առաջ էր, չէ՞, նույն լրագրողներին, սրանք ասած ձեզ հարցը, ձեր հալը հələ կտեսնեք վիճակը օգոստոսից 2-ից, երբ որ ինքը պատգամավոր չլինի, այ այս խոսքերը դու պետք է ասես 9 օգոստոսի 2-ից սկսած։ Լսի։ Արցախը Հայաստան է, պարոն Փաշինյան, գիտեք։
Եվ ձեր ասած Ղարաբաղյան շարժումը շարունակվում է, որովհետև դուք 2022 թվականի հոկտեմբերի 6-ին գնացիք եւ հայտարարեցիք, որ Արցախը Չի շարունակվում, հա, այո։ Ու արցախցիներ վերադառնալու իրավունք չունի, հա, բանից չի շարունակվում։ Իհարկե, չի շարունակվում։ Եվ դու որոշով ես այ ողորմելի չնչին արարած։ Դա։ Մենք էլ մեռել ենք։ Այ եթե մեռած կլինենք, բարապես։ Նշանակում է ինքը ճիշտ է։ Նշանակում է վերջ։ Վերջ, Սոդոմ Գոմորն եկել արդեն։ Եվ Հայաստանում պետքա պատրաստ լինեն բոլորը արդեն ադրբեջաներեն սովորել։ Բա ոնց։ Բա 300,000 ադրբեջանցի է գալու, փողոցներն էլ կարող անվանափոխեն։ Բա իհարկե։ Բա որ ադրբեջանցիների իրավունքը չխախտվի։ Բա ադրբեջաների երկրորդ լեզու չլինի տարածքում։ Բա Ադրբեջանը ով բան չի, ադրբեջանցիների իրավունքներով չեք խախտել ուստե։ Ինչ է, կոնֆլիկտ եք ուզում։ Պատրաստ եղեք։ Պատրաստ եղեք, այս այդ ծաղիկներն է, որ եթե կպտում են Խորեն Լևոնյանին, Լուսինե Թովմասյանին, դուք մանր մուներ չինովնիկները, տնդեր վարչությունում, չգիտեմ, նախարարություններում եւ այլն, ով եք, որ դուք հանկարծ հրաժարվեք, դուք հրաժարվեք վիժվասներ լիքն են դնելու, տեղը գրավելու, որոնք պատրաստ են լինեն ամեն ինչ ուրանալ։ Չէ՞ որ եթե այդքան մարդ չուրանա, սան ձեն տվող չի լինելու։ Սրան ձեն տվողները բացառապես ուրացողներն են լինելու, այսինքն եթե իրանք լինեին բանի տեղը, Խորեն Լևոնյանի տեղը, ամեն ինչ էլ կկարդային, то իրաց ծնողներին էլ կծաղրեին, գուսաններին էլ կծաղրեին, երկինն էլ, անցյալն էլ, ապագան էլ, ամեն ինչն էլ կծաղրեին։ Մենակ ունենային, ասենք, Խորեն Լևոնյանի հնարավորությունները, այդ հոնորարները, հա, այդ չգիտեմ։ Բայց մարդը թքես են ասում, դա ինչպես Լուսինեն ասեց։ Ես ու տականք չեմ ձեր նման, բայց վստահ եղեք, եթե սրան ընտրեցի, նշանակում է բավարար քանակությամբ տականք ունենք Հայաստանում։ Սա մասին եմ ձեզ ուզում տեղեկացնել։ Մեծ իսրայելական թերթ է սա մասին գրել, հա, որ միշտ հայերը զգուշացրել են դրա մասին, որ քրիստոնյաների պայեբանա ապահովությունը Երուսաղեմում շատ կարևոր է իրանց վիճակը գնալով վատանումը, որ քրիստոնյաների նկատմամբ հարձակումները, նվաստացումները, օրենքի խախտումները շատանում են ու քրիստոնեական համայնքը միշտ զգուշացրել է սա մասին։ Իրանք էլ են հասկանում, որ արդեն իրանց երկիրը ընկալվում է ոչ միայն հակաիսլամական, հա, ոստանք ասում ենք իսլամիստ տերորիստներ, Համաս, Հեզբոլլահ, բան, չէ, իրանք ատում են հավասարաբար բոլորին։ Նույնիսկ քրիստոնյաների, որ Երուսաղեմում ավելի շուտ են եղել, քան ընդհանրապես իրենց գոյությունն է տեղերը, հա։ Իրանք հասկանում են, սա մասին հայկական եկեղեցին մեզ զգուշացրել է միշտ։ Հասկանում եք, որ մեր ընկալումը աշխարհում փոխվում է, այն աստիճան է փոխվել, որ դու էլ չեք կարողանալու սա հետ բերել։ Ես հիմա ցույց տամ ինչ է նշանակում հետ բերել։ Նյու Յորքում, Նյու Ջերսիում 60% աճել է կրիմինալ դեպքերը հրեաների նկատմամբ ատելության վրա։ Սվաստիկաներ են նկարում, դրանց շենքերի վրա, սինագոգերի վրա 60% Նյու Յորքում եւ Նյու Ջերսիում ավելացել, հա։ Ասում են Լոնդոնում երեխաներն են արդեն առնչում դրա հետ, դպրոցում, բակերում, հրեա երեխաները ասում են տրախոտ չունեն։ Իրանք պրոբլեմ ունեն արդեն հենց հրեա լինելու համար։ Բա դուք աղբիկ ջան, այս ամեն ինչը դուք եք ստեղծել։ Դուք եք ստեղծել ու դուք մենակ դուք կարող եք կասեցնել սա, հարգելի հրեաներ։ Դուք եք անել այս ամեն ինչը։ Հիմա այս երեխեքը, որ տուժում են, ձեր պատճառով են տուժում, որովհետև այս երեխեքը ոչ մեկին ոչ մի բան չեն արել։ Բացարձակապես այն ատելությունը, որ դուք եք աշխարհի նկատմամբ տարածում, այդպես բանա գիտեք, ձայնը գիտեք մարդը ոնց է լսում։ Ձայնը դատատանում է, գնում է կպնում է պատին կամ ինչ-որ միտեղ, հետ է գալիս։ Նույնիսկ ձայնը կպտում է հետ է գալի։ Դա մեծ տեղեր որ խոսում եք, ձայնը ուշ է գալիս, որովհետև երկար է գնում, երկար է գալու։ Ես որպես դիրիժոր ձայնը երաշխավորում եմ, էլի։ Ակուստիկան ըստ դալիճի մեծության, փոխվում է։ Մեծ դալիճում արագ գործերը դու պիտի դանդաղ նվագես, որովհետև ժամանակ է քաշում, ինչև գնում հետ է գալի։ Արագ անում ես,
կալամբուր է ստացվում, էլի։ Նույնիսկ ձայնն է հետ գալիս, ելուր թե մնաց ձեր արածը։ Լսում ես երեխեքի այսօրվա վիճակի պատասխանատուն։ Դուք եք մեծերը, որ բերել եք եւ Նյու Ջերսիում ապրողների կյանքի վտանգի տակ եք դրել եւ Լոնդոնում։ Լսում եք, ուզում եմ որ միջազգային կրիմինալ դատարանը փակվի։ Փակվի, ինքը ուզում է փակել դատարանը, որովհետեւ եւ դա մեղադրանք կա։ Ինքը ցեղասպան է, ինքը ռազմական հանցագործ է, ինքը խառնել է ամբողջ հրեական համայնքի կյանքերը, ընդհանրապես անվտանգությունը, որտեղ վստահ եղեք, Նյու Յորքում եւ Նյու Ջերսիում բոլորը չեն ոսա այդ համաձայնը։ Մարդիկ կան, որ ընտրել են մահմեդական այս քաղաքապետին, որ սրան դեմ ուզում է կալանավորի։ Այդ հրեաների մեջ։ Այդ Լոնդոնում այդ երեխեքը որ բանը բռնության են ենթարկվում, իրենք ոսկի համաձայնել չեն սա այդ։ Կարող եմ համաձայնել, բայց վստահ եղեք աշխարհի թիվ 1 հակահրեան ու անտիսեմիտը սա է։ Ամենաշատ արաբ սպաները սա։ Բարաբն են սեմիտ, էսի սեմիտ չի։ Էս ընդհանրապես սեմիտ չի։ Սա աշքենազի է, եվրոպացի է սա։ Հրեականություն ընդունած եվրոպական ցեղի ներկայացուցիչ է։ Ամենամեծ անտիսեմիտն է։ Իսկ նայեք մակում մայիսի 1-ին ինչա լինի։ Սա դուրս է գալի որ խոսի, né? Ամեն անգամ էս Նետանյահու։ Ամեն անգամ մակում Նետանյահու որ դուրս է գալի խոսա, մարդիկ գնում են դալիճից։ Իսկ դրանից առաջ, միջև 2 տարի առաջ, մարդիկ ծափ էին տալի որ սա գալիս է։ Հա, այն ժամանակ էլի նույն ցեղասպանությունը կար, ուղղակի մեդիա դաշտներ կոնտրոլի տակ։ Հա, պրոպագանդան լավ էր աշխատում, հիմա զբոյ է տվել։ Հիմա այդ չի աշխատում։ Մանավանդ Իրանի պատերազմը ընդհանրապես պայթեցրեց ամեն ինչ։ Պայթեցրեց։ Այսօր վստահ եմ Իրանի ցանկացած ներկայացուցիչ գա մակում խոսի, ոչ մեկ չի գնա, ոչ էլ սուլեն։ Ավելի ուշադիր կլսեն, կարող ծափ չտան, բայց ավելի ուշադիր կլսեն, կմնան դալիճում։ Քան Իսրայելի ներկայացուցիչ։ Տեսեք, պատմությունը ինչ արագ է փոխվում ու ոնց է փոխվում։ Եվ ես Նիկոլին եմ ուզում հարցնել։ Այդ ճենջոտ դու լույս մտածում ես, որ դու ամեն ինչ ուզես անելու ես անպատիժ ու ոչ մի բան չի կարող փոխել իրավիճակը անենց որ դու գնես սրա օրը սանից ուժեղ ես քո լոբինգն է սանից ուժեղ քո ֆինանսական մեդիա ռեսուրսներն է սրա ունեցածից ուժեղ թե դու սանից ուժեղ քաղաքական գործիչ ես դու ճողվելու ես քեզ ճողելու են ամսի 5-ին քեզանից բոլորը այդ ներկայացուցիչները սպասում են, որ պետքա դու դիմում ներկայացնես։ Այ, ես գիտեմ, որ դու չես ներկայացնելու։ Այ որ կգնան, հայտարարությունները հետին թվով մենք կլսենք։ Հետին թվով։ Ուժեղանալու է եւ Բաքվի նվար վրա ճնշումները եւ քո։ Ու սա հույս ունի, որ սա Եվրոպան իրան աջակցելու է եւ այս միջոցառումը իր ռեյտինգի բարձրացումներ։ Ասենք ժողովուրդը ուրախացել է Մակրոնի տեսանյութ ծապատալի, ժողովուրդն էլ ասել է ինչ լավն է Նիկոլը, Մակրոնի տեսա։ Ու վերջ, կարամ ջարդե Մակրոնն ասել է good job, հա? Չէ լինել։ Ու ո՞րը կտեսնես քո չստորակներն ինչա լինելու։ Եվ այսպես Տրամպի նոր ռեկորդը։ Ամերիկայի 75% դատապարտում է սրան։ 75% պահանջում է սրա իմպիչմենտը։ Չլսված թիվ է, այդպես բան։ Չի եղել պատմության մեջ Ամերիկայի, չլսված թիվ է։ Ու գիտեք ինչ եմ նկատել։ Սրա եւ Նիկոլի աջակիցների մեջ ընդհանուր բաներ կա։ Ասեմ ավելին, հիմնականում Նիկոլի աջակիցներն են սրանն աջակցում։ Դե ասում եմ, էլի քիմիա է, հայելային է, էլի։ Իրանք սիրում են, որ իրենց խափում են, իրանք սիրում են, որ իրենց էշի տեղ են դնում,
Իրանք սիրում են, որ ես իրանց կուրկը ինչ ուզի, երբ ուզի կարա ասի, առանց հաշիվ տալու երեկվա ասացի համար։ Հա։ Մի խոսքով։ Մարկո Ռուբիոին շտապ ուղարկում են բան։ Իտալիա։ Որովհետև ձեր ասած ուժեղ տղեն, որ 75%-ը արդեն Ամերիկայում ասում է ռադերի։ Որովհետև այս ապուշը սպառնացել է եւ Իսպանիային, եւ Իտալիային, եւ Գերմանիային, որ վերջ իր զորքերը հանում անդերից։ Սա հայտարարել է հիմա Մարկո Ռուբիոին ուղարկում են, որ սրա հայտարարության հետևանքները մաքրի, հետևից կեղտերը մաքրի։ Որտեղ Ջորջ Մելոնին ասել է, Ջորջ Մելոնին, որը Երևանից բանը տվել, արտասուլից տվել է սարում, ասել է, գիտես ինչ է, դիսել պետք է հասկանանք, դի ոնց է ասում զորքերը հանի, որովհետև Իտալիայում ենքան ռազմբազա ունի սա։ Հələ պետք է գա, ասում, հույս ունեմ, ես Մարկո Ռուբիոն բացատրություն տա, թե ինչ է նշանակում ընդհանրապես։ Ոնց է ինքս ես պատկերացնում, այդ ինչա, մի տուփ սիգար աստեղից վերցեցիր դրեցիր ընդեղ, հա։ Չէ՞ որ ռազմաբազաների հետ կապված հարցեր կա, տարածքների հետ հարցեր կա, մի խոսքով դա մի ամբողջ ոլորտ է, կարա մի օրվա մեջ, այդպես կապրիզով ասես գնա։ Եվ այն սպասում են Իտալիայում Մարկո Ռուբիոն շտապ ուղարկել է, որ այդտեղից կեղտերը մաքրի։ Սա եւ պետք է վազի Գերմանիա, եւ պետք է վազի Իսպանիա, եւ պետք է վազի Իտալիա, որ բացատրություն տա, թե Թրամփը ինչ էր ասում։ Ի տարբերություն Նիկոլի, Թրամփի ասածը, որ նույն որակի է, Թրամփի ասածի հետևանքները շատ ավելի մեծ է ու ավելի վտանգավոր։ Նիկոլը լոկալ կատաստրոֆա է, լոկալ ավենիչ է, Թրամփը համաշխարհային։ Այս է իրենց տարբերությունը ընդհանուր։ Թե իրան էլ իր ժամանակը չի կորցնում, այսօր ռմբակոծել է եւ Կատարը նորից, եւ արաբական էմիրությունները։ Իրանց զգուշացնում է ցանկացած համագործակցություն Ամերիկայի հետ, ցանկացած գործողություն ընդդեմ Իրանի պատժվելու է, էլի ռմբակոծելու է, որովհետեւ գիտի, որ այս տարածքից 52 լավագույն ամենածանր հասարակական ինքնաթիռները բերել այսեն շրջապատել են տարածքում։ Գիտի, որ այսօր վաղը պատերազմ լինելու է մեկը, չնայած կոնգրեսը չի տալի փող, ասել է, հոպ, պրծավ, դու երկու ամիս անցել է, էլ վերջ, պրծավ, բայց Իսրայելը չի ասելու, դա պրծավ, ես սել անելիք չունեմ, բայց այսքան ինքնաթիռ, այսքան տեխնիկան, այդ նավերը բերել են, ինչ են անելու, խփելու են, մանավանդ այդ մասին, ասում է, սրած պատերազմի նախարարը, Պենտագոնն ասում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմական ուժերը համար 1 վիճակի են բերված։ Համար 1, այսինքն հարձակողական վիճակի նախապատրաստած։ Ու մենք դա գիտենք, այնպես որ այս պատերազմը լինելու է, չի լինելու, որոշողը Թրամփը չի։ Թրամփը մեկն է, որ կարող է մենակ ինչ-որ մի բան դուրս տա։ Հետո որ ամբողջ Երևանով էստաբլիշմենտով պետք է վազեն այդ իր ասածները մեղմացնելու եւ հետևանքները շտկելու համար։ Հա, իրեն դրա համար են պահում։ Ժողովուրդը վաղուց հոգնել է դրանից։ Ի տարբերություն Հայաստանի, Ամերիկայի ժողովուրդը հնարավորություն ունի իր նախագահային իմպիչմենտ անելու։ Ինքը ասենք Սերժից Ռոբիկից կախված չի, էլի։ Հա։ Հայաստանում Սերժիկ Ռոբիկն չէ որոշում։ Սերժը առաջարկում է, Ռոբիկն էլ ասում է չէ, չեմ անի, բայց ես ընդդիմադիր եմ, ու մեկ էլ ասում է ես կմիրավորվեմ ընդդիմադիրների հետ, ու մարդիկ հավատում են։ Մինչդեռ ոչ մեկ չի ասում, իսկ вообще չէ լինի, որ դու չառաջադրվեիր, քո աջակցությունը հայտնել ու ընդհանրապես չառաջադրվեիր, ումից պետք է խոսեր, Փաշինյան Նիկոլը, եւ իր հոտը, ումից չեմ մասնակցում, աղբեր ջան, ես նախկին եմ, եթե դու ուզում ես, որ Նիկոլը գնա։ Հիմա ինձ համոզում են իր աջակիցներն, ասում են, չէ, խտես չէ, ինքն ասել է, ես կաջակցեմ։ Իր աջակցելը ուրիշներին կլիներ մենակ իր ընդհանրապես չառաջադրվելով, իր լռելով, իր գնալով, իր նստելով, իր բերանը փակելով։
որտեղ իր գոյությունն է պահում Փաշինյան Նիկոլին։ Այսքան բան։ Хорошо, իսկ Ամերիկան մի քիչ ուրիշ է։ Այստեղ չկա Ստյոպիկ, ասեմ Ստյոպիկ, Ռոբիկ ու Սերժիկ։ Չէ, այստեղ ուրիշ է։ Նա տեսեն բանին լսենք։ And Israel are. Watch this. A progressive Democrat in Michigan just effectively shut down AIPAC and the Zionist lobby's efforts to try and conflate anti-Zionism with anti-Semitism. Take a look at Abdul El Sayed, the Democratic candidate for Michigan Senate. Միչիգանից դեմոկրատ սենատոր առաջադրվում եւ ինչ ասում ես ամբողջ ելույթի ինչի մասն եմ And Israel are not the same as Judaism and the Jewish people. I love Judaism and I love the Jewish people. I venerate Judaism and I venerate the Jewish people. I stand with Judaism and I stand with the Jewish people. And the single most dangerous thing that they've tried to tell us is that somehow they can extend the definition of anti-Semitism to include a foreign government and its leaders. I call bullshit. No. Ինչ ասում։ Որ ամենամեծ հայտարարությունն է, որ անտիսեմիտիզմը նույնականացնում են անտիսիոնիզմի հետ։ Եվ ովքեր դեմ են սիոնիզմին, այփագին, օտարերկրյա գործակալներին, որոնք կառավարում են Ամերիկայի Միացյալ Նահանգները, իրենց ասում են, չէ, դուք անտիսեմիտ եք, ասում են, ոչ, դա bullshit-ը, ախ, մեղմ ասած էլի։ Մենք սիրում ենք հրեաներին, խնդիր չունենք յուդայիզմի հետ, մեր թշնամին, հենց այդ մարդիկ են, որ փորձում են նույնականացնել, խաբել սիոնիզմը յուդայիզմի հետ, որը տարբեր բաներ են։ Սիոնիզմը քանդողն է, մեր երկիրը, յուդայականները իրենց հավան ապրում են։ Նրանք մեր ընկերներն են, մեր եղբայրներն են, ոչ մի կապ չունեն։ Ես ասել եմ, չէ՞ որ այս բանով է գնալու, այս շեշտաձուններով են գնալու դեմոկրատ կամ հանրապետական բան, կոնգրես եւ սենատ։ Նույն բաները ասում է Դեն Բելզերյանը, որը ճանաչվել է ամենաուժեղ թիվ 1, եթե 10 հոգի կան, 10 ամենահայտնի անտիսեմիտներից, իրանց ասած անտիսեմիտներից, հենց մեկը Դեն Բելզերյանն է, հայ։ Եվ իքնել, բայց հանրապետականներից առաջադրվում նույնը ասում, քանի որ այս երկրում հանրապետական դեմոկրատ բոլորը ծառայել են սիոնիստներին, բոլորը, ոչ մի տարբերություն չկա։ Հիմա ես միշտ ասում եի, նոր տրենդը լինելու է, անցնելու են սենատ եւ կոնգրես, նրանք, ովքեր ոչ թե դեմոկրատ կո հանրապետական են, չէ, ովքեր հակասիոնիստական լոզունգներով են գալիս։ Այս ամեն ինչը մեծ փոփոխություն է բերելու նոյեմբեր ամսին, ընդամենը մի 4-5 ամիս հետո։ Մենք կարողանանք Հայաստանը պահել։ Ֆրանկ Փալոնենը, որը մեծ գործ անում իրականում հայկական համայնքի հայանպաստ գործունեության հայկական օրակարգներ տանելու առաջ, ես ելույթ ունեցել եւ շնորհակալություն հայտնում հերթական, որ ինքը կարողացել է Հայաստանի համար եւս ֆոնդեր հաստատի մինչեւ 27 թիվ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները շարունակի օգնել Հայաստանին։ Պատկերացնում եք ինչ կլիներ, ինչպիսի հաջողություններ կլիներ, եթե Ֆրանկ Փալոնեի կողքը կանգնեցնեն, ասենք Հայաստանի դեսպանը լավ հարաբերություններ լիներ, ասենք Սփյուռքի ճիշտ գործիչների հետ, ուժեղ հայ-հակական լոբինգ ձևավորվեր, Հայաստանի կառավարության աջակցությամբ, ոչ թե դիմադրությամբ, դեպի ինչ որ հիմա արվում է Հայաստանի կառավարության դիմադրությամբ, որ հանկարծ որևէ հայկական հարց, որը հակասում է թուրքական ծրագրերին չհնչի, նայեք, սա Սուլթան Աբդուլհամիդն է, ինքն էր աչքերում առաջինը հիշատակել Արարատ լեռը, հիմա Նիկոլը, այսինքն Նիկոլ ընտրողները այսօր ընտրում են Սուլթան Աբդուլհամիդին։
Սուլթան Աբդուլ Համիդ II-ը առաջին սահմանափակումը դնում է գաղափարական դաշտում։ Արդեն 1880-ականների սկզբից, դեռ 80 թվականից առաջին սահմանափակումներն են։ Արգելվում է Հայաստան բառի կիրառությունը։ Հայկական ինքնության հետ կապված բազմաթիվ բառեր եւ սիմվոլներ արգելվում են։ Օրինակ, հայկական միջավայրում արգելք է դրվում Արարատ լեռան հիշատակության վրա։ Եվ բնականաբար խնդիր է դրվում, որ արևմտահայերը Արարատ լեռը հայկական ինքնության հետ չկապեն։ Իսկ այդ ժամանակ հիշեցնեմ, որ Արարատ լեռը սահմանային էր եւ գտնվում էր Արևելյան Հայաստանի կազմում, այսինքն ռուսական կայսրության կազմում էր եւ Լեռնագագաթից մյուս կողմ ընկած ավելի դեպի արևմտյան լանջերը նոր տեղավորվում էին Օսմանյան կայսրության սահմաններում։ Սուլթան Աբդուլ Համիդ Ինչու 1920 թվականին հայոց անառիկ ամրոց Կարսը գրեթե առանց դիմադրության հանձնվեց թշնամուն, եւ ինչպես Եղիշե Չարենցն իր «Երկիր Նայիրի» վեպում բացահայտեց այդ ողբերգության իրական պատճառն ու ներքին ազգային դավաճանությունը։ 1921-ից 1924 թվականը գրված «Երկիր Նայիրի» վեպը պատկերում է հայ ժողովրդի պատմության ամենածանր եւ անորոշ ժամանակաշրջաններից մեկը, երբ հախուռն քաղաքական իրադարձությունների եւ կուսակցությունների անզիջում պայքարի հորզանուտում բախվում էին համաշխարհային եւ ներքին ուժերը։ Վեպի գլխավոր հերոսը դառնում է Կարս քաղաքը, որը խորհրդանշում է ողջ Հայաստանն ու մեր հափշտակված պատմական հայրենիքի անցյալը։ Չարենցը բացառիկ տաղանդով զգում եւ մեկնաբանում է այն անտեսանելի ներազգային դավադրությունները, որոնք բարոյաքալքում էին հայ ժողովրդին եւ պառակտում կռվող հայկական բանակը։ Նա այդ կործանարար երևույթը հստակ որակում է որպես ազգային դավաճանություն, մերկացնելով իշխանության ձգտող ապազգային ուժերի, կոմունիստների վարքագիծը, ովքեր դասալքություն էին սերմանում եւ կազմալքում զորահավաքն ու երկրի պաշտպանությունը։ Նիկոլ Փաշինյանն Չարենցի առաջադրած ներկուսակցական դավաճանության վարկածը հաստատվում է պատմական հույժ գաղտնի փաստաթղթերով։ Հայ բոլշևիկներին հրահանգված էր բոլոր միջոցներով արագացնել Հայաստանի պարտությունը, կազմալքել բանակը, խանգարել զորահավաքին եւ չենթարկվել սպաների հրամաններին։ Լրիվ նիկոլիզմ։ Ամենասարսափելին այն էր, որ ռազմաճակատում զինվորներին քարոզում էին չկրակել առաջացող թուրքերի վրա, համոզելով, թե հաղթող թուրքական ասկյարը հեղափոխական ասկյար է։ Աղաղություն են բերում։ Լրիվ վիճակն է։ Ահա այս դավադիր ու հոգեբանորեն քայքայիչ մթնոլորտում հայոց բանակը Կարսում խուճապահար լքեց դիրքերը, քաղաքն անցավ թուրքերին, իսկ գնդապետ Մազմանյանը հուսահատությունից ինքնասպան եղավ։ Հայրենիքի ողբերգության այս ծանր մթնոլորտում ծնվեց Չարենցի մահվան տեսիլ բանաստեղծությունը, իսկ կորսված առասմելական Նայիրիի փոխարեն հետագայում ասպարեզ եկավ հստակ ու խորապես զգացված «Ես իմ անուշ Հայաստանի» հավերժական ստեղծագործությունը։ Այ դասվածը պատմությունից ոչինչ չենք սովորում, մեր սեփական պատմությունից ոչինչ չենք սովորում։ Պատկերացնում եք, սա Եփրատի ափին է գտնվում, հայկական գյուղ, Եփրատի ափին։ Ու ես պիտի քանդեմ ես ամեն ինչը։ Այնեշ ոնց ձեռները կեթա քանդեմ ես յարա։ Մեկ ինքան բան ունենք, մի հատ էսի լսենք ու հասկանանք ինչա կատարվում, էլի։ Լսենք, ես ռուսերեն չեմ թարգմանել, լուսավորության։ Скоро азербайджанцы перестанут смотреть турецкие сериалы. А в чем причина? Смотрим видео. Ermeni olduğunu bilmediğimiz Türk ünlüleri. Kerem Bürsin baba tarafından Ermeni. Սա ցույց է տալի նայեք այս դերասանների թուրքական սերիալներում հայտնի դեմքերն են, որոնք հայեր են։ Նայեք։ Seray Kaya anne tarafından Ermeni. Bəs գերեսկուհին են, տղեն, ասենք այս տղեն, այս աղջիկը, նայեք։ Ermeni olduğunu bilmediğimiz Türk
Sautuş Çinli ne bu? Hayır. Ünlüleri. Kerem Bürsin baba tarafından Ermeni. Seray Kaya anne tarafından Ermeni. Ebru Şahin anne tarafından Ermeni. Vahe Kılıçarslan Ermeni. Ajda Pekkan Ermeni kökenli. Toto Karaca Ermeni. Adile Naşit anne tarafından Ermeni. Baba tarafından Rum. Cem Karaca anne tarafından Ermeni. Anta Toros Ermeni. Ayhan Işık hangi taraftan Ermeni olduğu belirsiz. Sadece Selanik göçmeni bilgisi var. Robert Hatemo hem anne hem baba tarafından Ermeni. Nubar Terzian hem anne hem baba tarafından Ermeni. Danyal Topatan Ermeni. Kenan Pars baba tarafından Ermeni. Սան էլ ավելացնենք, որ այսօրվա թուրքերն որ իրեն գրում են դա էլ հայերը, դա էլ են հայերը ադապտացնել թուրքերին, դա տվել են ալֆաբետը, տառեր, հարմարացել են թուրքերին, որ թուրքերը գրելու ձև ունենան, որով այսօր օգտվում են ադրբեջանցիները, այսօր ադրբեջանցիները եթե ուզում են մի քիչ հպարտ ժողովուրդ ունենան, պետք է վերադառնան արաբերենին, չօգտագործեն այդ տառերը, չօգտագործեն թուրքերեն տառերը, որտեղ դա էլ է հայ ստեղծել, դա գնացեք ձեր ստեղծեք։ Որտեղ նայում եք հայկական հետ կա։ Որ կողմ նայում եք հայկական հետ կա, հայրն է ստեղծել, ու այսօր հայ իրան ոչ մի բան չունենա սեփական, բա սեփական երկինք չունենա, սեփական վարչապետ չունենա, սեփական է, որ իր համար է ծառայել, ոչ թե թուրքին։ Եթե մենք մի օր պատկերացնենք, որ մենք իրոք մասշտաբներով իսկան չենք, իսկան։ Մենք չենք հարդուրժի այս վիճակը, ազնիվ խոսք, ուղղակի մեզ այնքան են մտով նեղացել, պուճուրացել, սեղմել, որ Նիկոլին բավարարվենք, մենք ասենք, դե լավ, էս մի Մաշտոցի Պողոտանն է, էս մի Կասկադն է, էս մի Թումանյանն է, Շաուրմանոսն է եւ այլն, այսքանն ենք մենք արա, Չէ, մենակ մի քանի տասնյակ միլիոն հայ մենակ Թուրքիայում ապրում։ Կարող 10-ը, կարող 20-ը, կարող 30-ը։ Թուրքերը զուտ են, մենակ թուրքերը մոտ 10-15% են։ Մնացածը կամ հույն է, կամ հայ է, կամ վրացի է, կամ ասորի է։ Մենք եթե պետականություն ունենք, հենց ասենք, ես այդ հնարավորություն ունեի, չէ՞։ Նախ ես վաղուց պարզած կնեի այս ամեն ինչը, ովքեր են հայ։ Եթե պարզած չլես, տեսա, հենց վաղվանից կսկսեի այս տղեկի, այս դերասանների բան անել։ Հայաստանում տարածել իրենց մասին ինֆորմացիան, որ իրանք իմանային, որ Հայաստանում իրենց մասին գիտեն, իրենց մասին խոսում են, հələ լրագրող ուղարկեին դեր մի հատ հələ հետաքրքրել պատմել իր անցյալի բանի մասին, հետո բերեին մոտ ցույց տայի Թուրքիայում իմանային, որ իրանց ամենակալիֆեյները, իրանց այսօրվա հերոսները դեմքերը հայեր են, ու իրենց մոտ սկսեն հայի նկատմամբ վերաբերմունք փոխել, ասեն, ու մենք էլ ձեր հետ կաթացնեինք, որ դու եթե գնա դու էլ էլի դենկա տեստարա։ Դու էլ մեկ պայթացնեինք այդ պետությունը ուղղակի։ Այսինքն դու դրանք կնեյտրալիզացնեի այն աստիճանի, որ ինքը ռեսուրս չեր ունենա քո այդ հարցակով արձակվելու, որտեղ կպարզվեր, որ մի քանի տասնյակ միլիոն ընդ հայ է, եթե նույնիսկ հայ չի, թուրք էլ չի։ Հասկանում եք թշնամու ոնց են նեյտրալիզացնում, ոչ թե հաղթելով։ Իրա մոտ այս նույն ինքնաճանաչում բառը, գցելով, սերմը գցելով, կասկածի որդը գցելով։ Բա Օթելոն ոնց բանեց դες դեմոնային, ոնց խեղդեց։ Այս կասկածի որդը գցելով։ Կասկածի որդը գցում ես, ժողովուրդը խեղդում է բանին, Էրդողանին ու Ալիևին։ Վախ ենքան անելու գործ կա ժողովուրդ։ Ափսոս պետություն չունենք, որ դա անի։ Դե հիմա մեր գործը դա ստեղծելն է։ Իրոք ստեղծելն է։ Եթե բարոյապես դեռ չենք մերեք, ստեղծենք։ Եթե բարոյապես մեռել ենք, դե ինչ մնում է հողարկավորությունը պատշաճ անել ու փակել պատմության վերջին էջը, որովհետև կամ մենք մեր պատմության վերջին էջը փակենք, կամ Ադրբեջանի։ Հա, Նիկոլը մնաց մերն է փակվում, Նիկոլը գնաց Ադրբեջանին է փակվում։ Տեսնում եք, հետաքրքիր բան է ստացվում։ Բայց ես փակված եմ Ադրբեջանի վերջին էջը փակելու։ Չգիտեմ դուք ո՞նց։ Եթե դուք համաձայն եք, գրեք, մի մոռացեք օգնեք ալիքին,
խնդրեմ փոխանցումները կատարեք իրավաբանական խմբին օգնելու համար եւ ալիքին խումբին օգնելու համար բոլոր լինքերը կտեսնեք տակը դրած որտեղ ձեր ամեն մի օգուտը ամեն մի օգնությունը շատ կարեւոր է մեր աշխատանքները այս տեմպի մեջ ապահովելու համար այսօրվա համար այսքանը դա մնաց